Հայր, քեզ եմ բարձրացնում իմ խոսքը, իմ Աստված և Թագավոր, ամեն օր օրհնում եմ քեզ, փորձում եմ սիրտս դեպի քո ճանապարհները պահել, քո շավիղներում չմոլորվել, իմ էությունը քո առաջ է։ Ահա սերունդները մեկը մյուսի առաջ գովաբանում են քո գործերը, պատմում են խաչի կատարվածի մասին, քո մեծությունն են հրապարակում, քո թագավորության փառքն են հայտնում։ Իսկ ես ամեն օր տեսնում եմ քո ողորմությունը, ամեն օր զգում եմ քո ներկայությունը կյանքիս բոլոր օրերում, տեսնում եմ կատարածդ գործերը ու հիանում։ Բայց թույլ տուր հասկանամ, այդ ինչ սեր էր Գողգոթայի վրա, երբ խաչն ուսիդ բարձրանում էր անհառաչանք, լուռ, գարան նման։ Թույլ տուր հասկանամ, ուր էին շտապում ոտքերդ այդքան անարգանք կրելուց և ծեծվելուց հետո։ Այդ օրը ծիրանի հանդերձներ էին հագցրել, փշերից հյուսած պսակ էին դրել գլխիդ, երկնքի ու երկրի արարիչը ընկել էր արարվածի ձեռքը, մատաղատուն գառը դարձել էր ծաղրի առարկա գայլի ձեռքը, խենթացել էր բազմությունը։ Ով հավատաց մեր լուրին, Տիրոջ բազուկնում հայտնվեց, քանի որ նա դալար ոսկի և ցարավուտ գետնից բուսած արմատի պես պիտի աճի նրա առաջ, ոչ տեսք ուներ, ոչ վայելչություն որ աննային, գեղեցկություն չկար, որ նրան ցանկանային։ Մարդկանցից նա անարգվեց ու մերժվեց, վշտի մարդ և ցավի տեղյակ, և այնպիսին միս պետք է երես դարձնեին, անարգվեց, և մենք նրան չգնահատեցինք։ Իրավի, նա մեր ցավերը վերցրեց և մեր վշտերը իր վրա կրեց, իսկ մենք նրան վիրավորված, Աստծուց հարվածված ու պատուհասի հանդիպած համարեցինք։ Սակայն մեր մեղքերի համար նա վիրավորվեց և մեր անօրենությունների համար ճզմվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ոչ մի մեղ չկարողացավ նրան պահել, ոչ մի փշե պսակ չէր կարող ամաչեցնել նրան, ոչ մի գերեզման չէր կարող պարունակել նրան, մահը չկարողացավ կանգնեցնել նրան, գառան նման մորթվեց, բայց առյուծի նման հաղթանակած դուրս եկավ գերեզմանից։ Նա հաղթեց մահին և հարություն առավ մեռելներից։ Ես կանչում եմ քեզ, Հիսուս, դու ես հարությունը և կյանքը։